Տեղի ունեցավ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստը, որը վարեց վարչության նախագահ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Վարչությունը հանդիպեցավ 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրություններու մեջ քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակի մեջ ընդգրկվելու հայտ ներկայացուցած շարք կուսակցականներուն հետ։ Ամերիկայի մեջ Հայաստանի տեսփան Նարեկ Մկրտչյան Սպիտակ տան մեջ հանդիպում ունեցավ Միացյալ Նահանգներու նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Գահիտնե տեսփանադունը նորանշանակ տեսփաններուն համար գազམ་ակերպված միջոցառման շրջանակները ներս գայացած հանդիպման ժամանակ տեսփան Նարեկ Մկրտչյան շնորհակալություն հայտնած է Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ ցուցաբերած հետեւողական ջանքերուն, ինչպես նաեւ 8 օգոստոսին Սպիտակ տան մեջ ձեռք բերված պատմական համաձայնության եւ ստորագրված փաստաթուղթերուն համար։ Իր հերթին Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ շնորհավորած է հայ ժողովուրդը, ընդգծելով, որ հայ ժողովուրդը արժանի է գայուն խաղաղության եւ վերահաստատած է իր անվերաբար աջակցությունը խաղաղության ուղղված գործընթացներում։ Նախագահ Թրամփ ընդգծած է նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությունը եւ անոր նշանակալի թերագադարությունը հաստատված խաղաղության գործընթացի մեջ։ Նախագահ Թրամփ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխանցած է նաեւ անձնական մագակցությամբ նվերումը 9 բարձր գնահատանքին։ 3 տարի պաշտոնավարում են հետո հունվարի գեսին տեսփան քվին իր աշխատանքը պիտի ավարտե Հայաստանի մեջ, այս մասին գայտնեն Հայաստանի մեջ Ամերիկայի տեսփանադուն է։ Նշված է, որ տեսփանի հերանալեն հետո Ամերիկայի քաղաքականությունը Հայաստանի մեջ փոփոխության չեն դարգվիր։ Միացյալ Նահանգները կշարունակի հավատարիմ մնալ Հայաստանի հետ իր գործընկերության եւ գագնգալի տեսնել Ամերիկայի եւ Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության հետաքազարկածում, ինչպես նաեւ 8 օգոստոսին Վաշինգտոնի մեջ կայացած խաղաղության պատմական գագաթնան ժողովի ընթացքին նախագահ Թրամփի եւ վարչապետ Փաշինյանի միջև ստորագրված երկկողմ համաձայնագիրներու իրականացում ըսված է հաղորդակցության մեջ։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով առնվազն 29 երկիրներու ցիվանակիտական առաքելություններու ղեկավարներ անցյալ շաբաթ տեղեկացված էին, որ իրենց պաշտոնավարման ժամկետը պիտի վերջանա հունվարի։ Նշված բոլոր ցիվանակետները իրենց պաշտոնները ստանձնած էին Ջո Բայդենի վարչագազմի օրոք։ Լիբիայի գլխավոր շտաբի պետ Մուհամմեդ Ալի Ահմեդ Ալ-Հադադին դեղափոխող օտանավը երեքշաբթի երեկոյան Անկարային թռիչքեն գար ժամանակ վթարի ենթարկված է Թուրքիո մեջ, Լիբիայի վարչապետը հաստատեց անոր մահը։ Թուրքիո ներքին գործ նախարար Ալի Էրլիքայանն ընկերային ցանցերու մեջ հայտնած է, որ ժամը 20:10-ի Անկարայի օտագարանին Տրիպոլի մեկնած օտանավուն հետ գաբը գործված է ժամը 20:52-ին։ Օտանավի վթարի պատճառը դեռ բարձ չէ, սակայն օտանավի մեջ գտնվող 5 անձեր մահացած են։ Լիբիո ազգային համաձայնության կառավարությունը 3 օր պաշտոնական սուկ հայտարարեց ամբողջ երկրի մեջ։ Երկուշաբթի երեկոյան քուրդերու ղեկավարությամբ Սուրիո ժողովրդավարական ուժերուն եւ երկրի բանակին եւ ներքին ապահովական ուժերու միջև դեղի ունեցած փախումներուն պատճառով հայապնակ թաղամասերու մեջ վիրավորներ չեն արձանագրված։ Կարգման բնակարաններ մասնագի նյութական վնասներ գրած են գահիտնի Հալեբի կանցասարցերթը։ Երեքշաբթի օր Հալեբի մեջ հանդարտություն գդիրեր դպրոցները, համալսարանները եւ pedagogan հաստատությունները փակեն, նկատի ունենալով Հալեբի նահանգապետին կատարած հայտարարությունը, որ երեքշաբթի 23 դեկտեմբերը հիշյալ կետրոններուն համար արձակուրդի օր է։ Ընդհանուր առմամբ արձանագրված են 8 վիրավորներ եւ 4 զոհեր, ներառյալ սուրիական քաղաքացիական պաշտպանության ուժերու 2 ծառայողներ։ Սուրիո արտաքին գործ նախարար Ասադ Հասան Էլ-Շայբանին եւ պաշտպանության նախարարը զինվորական Մուրհաֆ Աբուքասրան Մոսկվայի մեջ հանդիպած են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հետ։ Գահիտնի սուրիական սանագործակալությունը քննարկված են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող քաղաքական, ռազմական եւ տնտեսական հարցեր, մասնավորապես կենտրոնանալով ռազմական արդյունաբերության ոլորտեն ներս ռազմավարական համագործակցության վրա։ Կողմերը անդրադարձած են ռազմական գործընկերության զարգացման ուղիներուն, որոնք պիտի նպաստեն սուրիական բանակի պաշտպանական կարողություններու բարձրացման։ Քաղաքական առումով կողմերը քննարկած են տարածաշրջանային եւ միջազգային վերջին զարգացումները եւ ընդգծած Դամասկոսի եւ Մոսկվայի միջև քաղաքական եւ թիվանակիտական համագարկման կարեւորությունը։ Երկու կողմերն ալ ընդգծած են միջազգային իրավունքի սկզբունքները հարգելու եւ պետություններու ներքին գործերուն օտարերկրյա միջամտությունը մերժելու անհրաժեշտությունը։ Հանդիպման ընթացքին նախագահ Վլադիմիր Պուտին հաստատած է Ռուսաստանի անսասան աջակցությունը Սուրիո, ընդգծելով Սուրիո տարածքային ամբողջականության եւ լիագադար ինքնիշխանության պահպանության կարևորությունը։ Ան նաև վերահաստատած է Մոսկվայի ճիշտ դադարելով Իսրայելի կողմեն Սուրիո տարածքին վրա գտնվող խախտումները ադոնք համարելով դարաշրջանի գայունության եւ անվտանգության ուղղված ուղիղ սպառնալիք։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարած է, որ հանրապետությունը կստանա ՄԱԳ-ի անվտանգության խորհրդի աջակցությունը։ Անվտանգության խորհուրդը վիթխարի աջակցություն ցույց կտա Վենեսուելային եւ կպաշտպանի ազատ նավարկության եւ ազատ արևդուրի իրավունքը, նշած է Մադուրոն Կարակասի Սուրբ Ծննդյան տոնավաճառի այցելության ժամանակ։ Պետության ղեկավարը Ամերիկայի կողմեն նավերու զավթումը անվանեց ծովահենություն եւ հայտարարեց, որ ոչ ոք կրնահաղթել Վենեսուելային։ ՄԱԳ-ի անվտանգության խորհրդի նիստը Կարիբյան ծովու մեջ ամերիկյան աջող ռազմական ներկայության եւ Վենեսուելայի քարյուղ տեղափոխող երկու լցանավերու բռնակրավման առնչությամբ տեղի ունեցավ 23 դեկտեմբերին Կարակասի խնդրանքով։ Թուրքիո մեծակույն Turkish Airlines ասկային օտանավային ընկերությունը 11 մարտ 2026-ին սկսյալ թռիչքներ պիտի կատարի Բոլիս-Երևան Բոլիս ուղղությամբ, հայտնեց Հայաստանի հետ հարաբերություններու ղեկավարման հատուկ բանակնած Սերդար Քլիչ։ Այս քայլը որակելով հավելյալ քայլ մտեբի արչև թռիչքները պիտի իլան ամեն օր։ Turkish Airlines ավելի գանուխ արդեն հայտարարած էր, որ թեպի Երևան կանոնավոր ուղիղ թռիչքներ պիտի սկսի։ Սպենտիարյանի օպերայի եւ բալեի ազգային ակադեմիական թատրոնի ներս տեղի ունեցավ համերգ նվիրված Հայաստանի ազգային հերոս խմբավար Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբի ղեկավար Հովհաննես Չեկիջյանի ծննդյան 97-ամյակին։ Ինչպես կհայտնեն Գրթության, Գիտության, Մշակույթի եւ Մարմնագրթության նախարարութենեն, համերգին ներկա եղած է նախարար Ժան Անդրեասյան։ Համերգային ծրագիրի մեջ հնչած է Ռեկվիեմը Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբի եւ օպերայի եւ բալեի ազգային թատրոնի կենթանի կատարմամբ։ Նախարար Անդրեասյան շնորհավորած է անվանի արվեստագետը, նշելով, որ մայստրոն դարձյալ հավաքեց բոլորին օպերայի եւ բալեի ազգային ակադեմիական թատրոնեն ներս նշելու մշակութային սպասված իրադարձության վերածված ծննդյան օրը։ Համերգը տեղի ունեցավ Գրթության, Գիտության, Մշակույթի եւ Մարմնագրթության նախարարության աջակցությամբ։ Ցեզի հետ Անի Զեյթուցյանը։